Բարի երեկո, դուք դիտում եք բաց հարթակ, այսօր իմ հյուրը Ֆրանսիայի իշխող Վերածնունդ կուսակցության անդամ Մարիա Քալաշյանն է, բարի երեկո։ Բարի երեկո։ Եվ այսպես Փարիզը պատրաստվում է քաղաքապետի ընտրությանը, պայքարը հիմնականում երկու ուժերի միջև է լինելու, եթե չեմ սխալվում, Փարիզի գործող իշխանության եւ մեկ այլ ուժի, որը ներկայացնելու է Ռաշիդա Դատին։ Կխնդրեմ ավելի մանրամասն ներկայացնել, ինչ են առաջարկում երկու ուժերը եւ հավանականությունը ով կվերընտրվի կամ կընտրվի։ Կարծում եմ, որ ձեր դիտողներին շատ ավելի քիչ կհետաքրքրի, թե որոնք են երկու այդ առաջնորդների Ռաշիդա Դատիի եւ Էմանուել Գրեգուարի Փարիզի մասին պատկերացումները, բայց մենք կարող ենք խոսել։ Ես այստեղ ի օգուտ հայ համայնքի, հօգուտ հայ ֆրանսիական հարաբերությունների այդ տեսանկյունից կուզեի մոտենալ։ Տեսեք, վերջին շրջանում հանդիպումներ ենք ունեցել նաեւ Փարիզի գործող փոխքաղաքապետի հետ, ով խոսում էր արցախահայերի վերադարձի մասին, իր մանդատի վերջում նաև կազմակերպում է հայ գերիների հետ կապված աֆիշաների ցուցադրություն Փարիզի քաղաքապետարանի հենց դիմաց, Ան Հիդալգոյի ողջ կառավարման շրջանում շատ հայամետ մոտեցում է ունեցել Ան Հիդալգոն եւ իր ողջ կուսակցությունը։ Ան Հիդալգոն միակ մարդն էր, որ չէր կարող մտնել Արցախ բռնի տեղահանման բլոկադայի ժամանակ, բայց սահմանին կարողացավ հանդիպումներ կազմակերպել հենց Արցախի սահմանին, իսկ Ռաշիդա Դատին բոլորիս հայտնի այն կինն է, որը կան լուրեր, որ ֆինանսավորվում է Ադրբեջանի նախագահի կողմից եւ չեմ կարող ասել իր շանսերը մեծ են թե ոչ, հիմա կարծում եմ շուտ է դրա մասին խոսել, բայց հուսով եմ, որ Ան Հիդալգոյի ներկայացրած թեկնածուն ձայներ կհավաքի եւ կկարողանա կոալիցիա կազմել, որպեսզի անցնի Ռաշիդա Դատիին։ Դուք նշեցիք, որ Փարիզի փոխքաղաքապետ Արնոն Նգաչյան հայտարարել էր, որ Փարիզի քաղաքապետարանի դիմաց փակցնելու են Բաքվում պահվող հայ գերիների լուսանկարները։ Ինչպես է առհասարակ համայնքի վերաբերմունքը այս ընտրություններին, Ֆրանսիայի հայ համայնքի վերաբերմունքը կամ հենց Փարիզի հայ համայնքի վերաբերմունքը սպասվող ընտրություններին։ Տեսեք, Փարիզի քաղաքապետարանը եւ առհասարակ ֆրանսիացի պաշտոնյաները այս ընթացքում, քանի որ չունեն այլ տարբերակ, համագործակցում են CCAF-ի հետ։ CCAF-ը մի կառույց է, որը ներկայացնում է Մուրադ Փափազյանը եւ ներկայացնում են Մուրադ Փափազյանը եւ Արա Թորանյանը, որոնք դաշնակցականներ են։ Եվ կարելի ասել, որ հիմնականում արդար գտնվելու համար պետք է ասեմ, որ իրենք շատ ձայներ են ապահովում այդ կուսակցությանը, սոցիալիստներին, քանի որ հենց Մուրադ Փափազյանը սոցիալիստների անդամ է, այդպես։ Իսկ առհասարակ այս դեպքում եկեք անկեղծ խոսենք, ինչ է կատարում Ֆրանսիայի հայ համայնքում, որովհետև շատ երկրներում, ոչ միայն Ֆրանսիայում կան բազմաթիվ հայկական կազմակերպություններ, մշակութային միջոցառումներ կազմակերպող, սեմինարներ, քննարկումներ, բայց հետո հասկանում ես, որ այդ կազմակերպությունները մեկը մյուսի հետ չի էլ համագործակցում, հակառակը մեկը մյուսին փնովում է, մեկը մյուսի հետ խնդիրներ ունի։ Այո, չեն համագործակցում, քանի որ, ինչպես նշեցի, Ֆրանսիայում հիմնականում CCAF-ն է, դաշնակցությունը, որը պետք է հանդիսանար կապ Հայաստանի եւ Ֆրանսիայի միջև, Հայաստանի իշխանությունների եւ Ֆրանսիայի իշխանությունների միջև, որպես այդպես մեծ կառույց, քանի որ CCAF-ը ընդգրկում է շատ փոքր կազմակերպություններ, սակայն կա խնդիր Հայաստանի Հանրապետության իշխանությունների հետ եւ քանի որ դաշնակցությունը համագործակցում է Հայաստանի ընդդիմության Ռոբերտ Քոչարյանի եւ այլ անձանց հետ, կարելի ասել, որ բոլոր այն կառույցները, մշակութային կենտրոնները, կազմակերպությունները, ասոցիացիաները, որոնք չեն մտնում CCAF-ի մեջ, CCAF-ը չի համագործակցում իրենց հետ, համարելով, որ քաղաքական հայացքները կարող են լինել տարբեր։ Եվ նաև տարբերություն է դնում հենց իրենց եւ Հայաստանից եկած հայերի միջև։ Այսինքն ուզում եմ հասկանալ, իրենք այդպես հեղինակություն ունեն, որ իրենք են այդպես որոշողը, իրենք են, չգիտեմ, ինչպես դուք եք ասում, ընտրվել են այդ CCAF-ի ղեկավարներ։
Իրականում ոչ, իրենք իմ գնահատմամբ եւ թվերն էլ ցույց են տալիս, որ չունեն մեծ իշխանություն։ Ինչպիսին են թվերը, այսինքն ինչ տոկոսային հարաբերակցությամբ են ընտրվել այդ կառույցի ղեկավարներ Մուրադ Փափազյանը եւ Արադ Թորանյանը։ Տեսեք, վերջում օրեր առաջ եղել է ընտրություն, թե ովքեր պետք է ներկայացնեն ՍՍԱՖ կառույցը, վերընտրվել են նորից Մուրադ Փափազյանը եւ Արադ Թորանյանը։ Թվերը ցույց են տալիս, որ ընտրողները, բոլոր այն մարդիկ հայերը, որոնք ՍՍԱՖ-ի ընտրելու իրավունք ունեն, դա կազմում է հայ համայնքի 0.12%, այսինքն Ֆրանսիայում ապրում է 800,000-ից ավել հայ եւ ես չեմ վախենա ասել, որ ՍՍԱՖ-ը չի ներկայացնում ողջ հայ համայնքը Ֆրանսիայում եւ ցավոք այսօր իրենք են կապը հանդիսանում Հայաստանի եւ Ֆրանսիայի միջև, տեսեք վերջերս իրենց ամենամյա ընթրիքն էին կազմակերպել, որին Հայաստանի Հանրապետության դեսպանը չէր ներկայացել, քանի որ հենց FEGA դաշնակցությունը ընթրիքից օրեր առաջ ուղիղ եթերով Հայաստանի Հանրապետության դեսպանի հասցեին հնչեցնում է արտահայտություններ, որոնք անընդունելի են։ Ինչ հայտարարություններ, Տիկին Քալաշյան։ Դե այնպիսի հայտարարություններ, որ իրենք համաձայն չեն նոր դեսպանի Արման Խաչատրյանի ընտրության հետ, որ չի կարելի իր հետ համագործակցել, իրենք առանձին բևեռներ են եւ այլն եւ այլն։ Առհասարակ կարծում եք, որ համայնքը պարակտված է Ֆրանսիայում։ Այո, միանշանակ։ Եթե հայ համայնքը ներկայացնում է մի կառույց, որը չի կարողանում համախմբել, չեմ կարող ասել 800,000 հայերի, քանի որ դա անհնար է, բայց առնվազն Ֆրանսիայում ապրող հայերի գերակշիռ մեծամասնությանը չի կարողանում համախմբել եւ առաջնորդվում է որոշակի քաղաքական հայացքներով, ինձ համար այդ կառույցը չի կարող, իհարկե պառակտված է, չի կարող ներկայացնել հայ համայնքը։ Ֆրանսուଆ Օլոնդի ժամանակ է, որ Մուրադ Փափազյանի կարողությունը մեծացել է եւ Ֆրանսուଆ Օլոնդն է, որ բացել է դռներ Մուրադ Փափազյանի առաջ։ Ես հիմա կարող եմ շատ կոնկրետ օրինակ բերել, Մուրադ Փափազյանը մինչ Ֆրանսուଆ Օլոնդի Ֆրանսիայի նախագահ դառնալը ունեցել է 6 մեդիա դպրոց Ֆրանսիայում, որը ամբողջը միասին կարելի է ասել կազմել է 2 միլիոն եվրո արժողություն։ Իսկ հիմա չի կրկնապատկվել, բազմապատկվել է, քանի որ հիմա Մուրադ Փափազյանը ունի 38 դպրոց եւ ես հիմա անուն չեմ կարող նշել, բայց Ֆրանսուଆ Օլոնդի շատ մոտ մարդկանցից մեկը վստահեցրել է Mouvement Arménian-ի հայկական շարժման կառավարող անձանց, որ եթե չլիներ Ֆրանսուଆ Օլոնդը, Մուրադ Փափազյանը չէր կարող ունենալ այդպիսի դիրք, այդպիսի մեծ կարողություն, եւ ես կարծում եմ, որ Մուրադ Փափազյանը կարճած է իր դիրքից եւ չի ուզում, որպեսի որևէ այլ կառույց կարողանա ներկայացնել հայ համայնքը, քանի որ դա նաեւ բխում է իր անձնական շահերից եւ կապված է մեծ գումարների, մեծ կապերի հետ եւ չի ուզում։ Այսինքն ինչ ասել է բխում է անձնական շահերից, կապված է մեծ գումարների հետ։ Բխում է անձնական շահերից, քանի որ գիտեք, կան մարդիկ, որոնց գումարը շատ փոխում է եւ անձնական շահերից, այսինքն Հայաստանում ինքը ունի որոշակի քաղաքական ուղղվածություն, իր հայտարարություններում էլ բազմիցս օրինակ խոսում է այն մասին, որ Հայաստանը չպիտի դառնա մի երկիր, որ բացի իր սահմանները, շատ հետաքրքիր հարց է առաջանում այս դեպքում։ Մուրադ Փափազյանը չի ներկայացնում, դա արդեն ֆիքսեցինք, չի ներկայացնում ողջ հայ համայնքը Ֆրանսիայում։ Մուրադ Փափազյանը ունի որոշակի կապեր Ֆրանսիայում պաշտոնյաների միջև կարողանում է կապ ստեղծել եւ այլն եւ այլն։ Երբ խոսում է, անում է նման հայտարարություններ, որոնք դեմ են Հայաստանի իշխանություններին եւ նաեւ դեմ է այն գաղափարներին, որոնք Ֆրանսիայի արտգործնախարարությունը, Ֆրանսիայի նախագահը առաջ են տանում։ Ինչ է առաջարկում, այսինքն Հայաստանը պետք է գնա պատերազմի ճանապարհով,
Եթե Հայաստանը գնում է պատերազմի ճանապարհով, ապա շատ հետաքրքիր մի հարց է ինձ մոտ առաջանում։ Մուրադ Փափազյանը եւ Արա Թորանյանը պատրաստ են զոհաբերել իրենց զավակներին հանուն իրենց հայրենիքի, թե հայրենասիրությունը միայն Փարիզում նստել, մեծ գումարներ աշխատելն է, ունենալ որոշակի կապեր եւ Փարիզից ուղղորդել, թե Հայաստանը ինչ պետք է անի եւ որն է ավելի լավ Հայաստանի համար։ Այսինքն կարծում եք, այս դեպքում գործում է հայրենիքը հերվից սիրելու այդ այսպես ասած ավանդույթը։ Իհարկե գործում է եւ դա շատերի մոտ է այդպես։ Հիմնականում դաշնակցության շրջանակներում մենք վերջերս անում էինք մի ծրագիր կապված Արցախի հետ եւ հայ երիտասարդներով մենք հրավիրել էինք Մուրադ Փափազյանին, Արա Թորանյանին, Հայաստանի դեսպանությանը, հետաքրքիր կերպով ներկայացել էր Հայաստանի դեսպանությունը, բայց ոչ Մուրադ Փափազյանը, ոչ Արա Թորանյանը չէին ներկայացել, այնինչ իրենք ամեն օր առաջ են տանում Արցախի մասին մտքերը հայրենասիրական, որ Արցախը մենք չպետք է թողնեինք, ապա ի՞նչն էր խանգարում իրենց ներկա գտնվել, իրենց քաղաքական հայացքները։ Ես կարծում եմ, որ իրենց անձնական շահերը այնքան մեծ են, որ իրենք իրենց անձնական շահերից դուրս այդ հայրենիք սիրելը ուղղակի խոսքերով են արտահայտում։ Ռեալ որևէ բան հանուն արդարության պետք է ասեմ, որ չի արվում։ Տեսեք, դուք ասացիք Մուրադ Փափազյան եւ Արա Թորանյանը պատրաստ են իրենց զավակներին զոհել, եթե Աստված մի արածցե պատերազմ լինի, եւ իրենք նստում են Փարիզում, մեծ գումարներ են աշխատում, հայրենիքը հերվից են սիրում։ Իսկ առհասարակ ինչ անել, որ այդ սերը իրական դառնա, ոչ թե ասենք, ինչպես դուք եք ասում, հայրենիքը հերվից սիրեն, գումարներ աշխատեն եւ հերվից հրահրեն պատերազմ դեմ լինեն սահմանների բացմանը։ Առաջին հերթին ես կարծում եմ, որ հայրենասիրությունից չի կարող խոսել մարդ, ով չի սպասարկում Հայաստանի Հանրապետության պետական շահը։ Սկսենք այդտեղից։ Շատ մարդիկ կան, որոնք իսկապես հայրենասեր են, ինչ-ինչ պատճառներով կամ ծնվել են դրսում, կամ բնակվում են։ Խնդիր կա ամեն դեպքում համայնքում։ Մարիա, եկեք այդ խոստովանենք, որ խնդիր կա համայնքում, որ այսպես համայնքը պարակտված է, մեկը մեկի միջոցառմանը չի գնում, մեկը մյուսի միջոցառման եւ կազմակերպություններն իրար հետ չեն էլ համագործակցում։ Լինի դա Փարիզում, լինի Նիսում եւ որևէ այլ տեղ։ Որովհետեւ չկա այն ուժը, որ պետք է համախմբի այդ կառույցներին։ Եթե որևէ մեկը անընդհատ խոսում է իր քաղաքական հայացքների մասին, այնինչ գիտեք, ինձ համար Սփյուռքում Հայաստանը ներկայացնող անձը պետք է ներկայացնի Հայաստանը անկախ նրա, թե ով կլինի Հայաստանի Հանրապետության իշխանությունը։ Արդեն եթե դու առաջնորդվում ես քո անձնական շահով, դու չես կարող ներկայացնել ողջ համայնք։ Պարակտումը հենց գնում է այդտեղից, որ դու քո անձնական քաղաքական հայացքները փորձում ես ստիպել մնացածին։ Եվ կարծում եմ, որ պարակտման ամենագլխավոր խնդիրներից մեկը հենց դա է։ Անդրադառնանք նաև մյուս հարցերին, Ուկրաինայի ռուս-ուկրաինական պատերազմը եւս շատ, այսպես ասած, Ֆրանսիայի իշխանության խոշորացույցի տակ է, խոշորացույցով է հետևում։ Վերջին этаպում կարծես թե արտաքին քաղաքականության առումով աշխարհում շատ բան է փոխվել, այդ թվում նաև Միացյալ Նահանգներ, Ռուսաստան հարաբերությունների առումով։ Հիմա Ֆրանսիայի դիրքորոշումը ռուս-ուկրաինական հակամարտության առնչությամբ ինչպիսին է։ Ֆրանսիան պաշտոնական հայտարարություններով իհարկե կողմ չէ, որ Ուկրաինան գնա մեծ զիջումների։ Էմանուել Մակրոնը բազմիցս փորձում է դառնալ այն խաչմերուկը Ռուսաստանի, Ուկրաինայի, ԱՄՆ-ի միջև, փորձում է ամեն բան բերել բանակցությունների դաշտ, բայց ես կարծում եմ, որ Ռուսաստանի կողմից չկա այդ պատրաստակամությունը, իսկ ԱՄՆ-ն, ինչպես բոլոր տեղերում, Դոնալդ Թրամփը, ոչ թե ԱՄՆ-ն, Դոնալդ Թրամփը փորձում է հարցերը լուծել իր ձևով ու մինչ կընտրվեր նախագահ, խոստանում էր, որ 24 ժամում կլուծի ռուս-ուկրաինական պատերազմի հարցը, բայց մենք տեսնում ենք, որ շատ 24 ժամեր են անցել եւ Բայց այն կողմից էլ մեղադրանքներ կա հենց նույն Եվրոպայի հասցեին, որ Եվրոպան է խոչընդոտում խնդրի արագ կարգավորմանը։ Այդ թվում հենց Ֆրանսիային են ուղղված մեղադրանքները։
տեսեք Եվրոպան ինչպես է խոչընդոտում, եթե խախտվել են մարդկային Ռուսաստանն է հրահրել, Ռուսաստանն է սկսել պատերազմը եւ շատ բնական է, որ Եվրոպան ցանկանում է, որպեսզի ուկրաինացի ժողովրդի իրավունքները պաշտպանվեն։ Իսկ Ամերիկան ուղղակի ուզում է դադարեցնել պատերազմը առանց ինչ որ մարդկային շահեր պաշտպանելու։ Եթե Ուկրաինան այդքան մոտ չլիներ Ֆրանսիային, Գերմանիային, Իտալիային, այդ նույն կերպ կարձագանքեին Փարիզը, Հռոմը, Բերլինը, եթե Ուկրաինան լիներ օրինակ Սիրիայի հարևանությամբ, թե հիմա որ այդպես մոտ է դրա համար է այդ վերաբերմունք Ուկրաինայի նկատմամբ, որ զգում են պատերազմը գուցե նաև իրենց հասնի։ Իսկ Հայաստանը մոտ է Ֆրանսիային, մոտ չէ, բայց արձագանքը չեմ կարող ասել նույնն էր, որովհետև նկատի ունեք Ղարաբաղի պատերազմը։ Այո, չեմ կարող ասել նույնն էր, որովհետև ամեն դեպքում ռազմական մեծ օգնություն գնաց, բայց կա նաև այդ խնդիրը, եթե Ուկրաինան Եվրոպայի ամենամեծ պետություններից մեկն է եւ եթե Ռուսաստանին հաջողվի վերցնել ողջ Ուկրաինան, իհարկե թիրախիտակ հետո արդեն կլինի Լեհաստանը եւ մնացած բոլոր պետությունները եւ Պուտինի ամենամեծ երազանքներից մեկը դա ոչ թե ԽՍՀՄ-ի վերականգնում է, այլ ցարական Ռուսաստանի վերականգնումն է։ Շատ հաճախ խոսվում է Ուկրաինայում, այսպես ասած, խաղաղապահ առաքելություն կամ նաև հենց զորք տեղակայելու մասին։ Ֆրանսիայում, չգիտեմ, տարբեր քաղաքներում Փարիզ, Դիժոն, Թուլուզ պատրաստ են երիտասարդները գնալ Կիև։ Կարծում եմ, որ այո, որովհետև քիչ չեն եղել երիտասարդներ, որոնք այս շրջանում կամավորագրվել են եւ Ֆրանսիայից գնացել են Ուկրաինա հենց պատերազմելու։ Բացի այդ, Էմանուել Մակրոնը ներկայացրել է մի նոր ծրագիր 18-ից 25 տարեկանների համար ցանկացողները կարող են անցնել զինվորական որոշակի պատրաստվածության եւ հնարավորության դեպքում եւ ցանկության դեպքում կարող են գնալ Ուկրաինա։ Չեմ կարող ասել այդպես գլոբալ, որ այո բոլորը պատրաստ են, բայց փաստացի կան մարդիկ, որոնք Ուկրաինայի պատերազմի առաջին օրվանից հենց կամավորագրվել եւ գնացել են։ Եվ ամփոփելով զրույցը Ֆրանսիայում բոլոր ուժերն են այդպես այդ հարցում, այսպես ասած, նույն կարծիքի, որ այո, Ֆրանսիան պետք է լինի Ուկրաինայի կողքին, թե հակառակը, որքան մոտենան ընտրությունները, այնքան կլինեն տարբեր բևեռներ, որ մենք պետք է կարգավորենք մեր հարաբերությունները Ռուսաստանի հետ, որ թող հարցերը լուծվեն այնպես, ինչպես օրինակ առաջարկում է Միացյալ Նահանգները։ Կան տարբեր բևեռներ, ծայրահեղ աչականները եւ ծայրահեղական բոլոր կուսակցությունները Ֆրանսիայում, ես չգիտեմ իրենք դա ասում են ուղակի ձայներ փախցնելու եւ Էմանուել Մակրոնի մտքերին հակառակ որևէ միտք ասելու համար, բայց այո, կան այդպիսի կուսակցություններ, օրինակ Մարին Լոպենի կուսակցությունը, հիմա Մարին Լոպենին չի կարողանա գալիք նախագահական ընտրություններին ներկայանալ, կարծում եմ իր փոխարեն կլինի Ջորդան Բարդելան կամ մեկ այլ մեկը, բայց իրենք գաղափարապես շատ մոտ են իրար եւ այո, իրենց նպատակը, տեսեք, Մարին Լոպենը շատ մոտ էր Պուտինի հետ եւ եղել է անգամ ժամանակաշրջան, երբ իր ողջ նախընտրական ընտրարշավը ֆինանսավորվել է Ռուսաստանի կողմից, իսկ հիմա արդեն Դոնալդ Թրամփը սանկցիաներ է կիրառում, օրինակ բոլոր այն դատավորների դեմ եւ արգելում իրենց մուտքը Միացյալ Նահանգներ, որոնք օրինակ որոշում են կայացրել Մարին Լոպենի դեմ։ Այս պահին, քանի որ համագործակցություն կա Դոնալդ Թրամփի եւ Պուտինի միջև, իսկ ինձ համար իրենք գաղափարապես բավական մոտ են շատ հարցերում, իրենց երազանքը կլինի, կարծում եմ, որ Եվրոպայի ամենակարևոր պետություններից մեկի ղեկավարը լինի գաղափարապես իրենց մոտ անձ եւ այո, կա այդ բաժանումը։ Շնորհակալություն։ Ես եմ շնորհակալ։ Հիշեցնեմ իմ հյուրը Ֆրանսիայի իշխող վերածնունդ կուսակցության անդամ Մարիա Քալաշյանն էր, շնորհակալություն ուշադրության համար, հաջողություն։